լվացքի մեքենան կանոնացնեմ, մոռացել էի, որ անջատել եմ, սիրելի հետևորդներ ջան, խոհանոցի դորն էլ փակեցի, սիրելի հետևորդներ ջան, ողջույն, այս թխկցրին այն մարդ ոնց որ տան մեջին լինի, ողջույն սիրելի հետևորդներ ջան, հույսում եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ինչպես ամեն օր եւ այսօր նույնը մի հատ լավ մակարդակով սուրճ խմենք, ձեռներս էլ ծալում եմ, թևերս վեր են քաշում, սուրճ խմենք միասին, այ Սրանք դատարկ են, մնա որ մեջը շաքարավազ ու սուրճ լսեմ, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ դրեք, որ միասին խմենք, ճիշտ է մի քիչ վատ առողջ եմ, բայց ինձ մի քիչ առուկ եմ պահում, կոկորդս լցվեց, ահավոր եմ, ամբողջ ձմեռը աշխատեցի, որ չհիվանդանամ, վերջը կտա Գիշերվա մի վաղտ իմացա, որ արդեն հիվանդ եմ։ Սիրելի հետևորդներ, հենց առաջինը զգուշացնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ լայքել, բաժանորդագրվել, չմոռանալ ամենակարևոր զանգակ կոճակը սիրելիներս։ Դե սպասենք մինչև մեր սուրճը լինի։ Այսօր դե շատ ընկերուհիներ ունեմ, բայց այդ ընկերուհուս ծնունդն էր, զանգեցի շնորհավորեցի, ասացի, որ չեմ կարա գամ, կմնամ մի ուրիշ անգամ կգամ, որ ասենց վատ առողջ եմ, ինձի խորհուրդ տվեց, ճիշտ ասած գիտեի, բայց մոռացել էի, որ սխտորը ծեծե կամ սպիրտի, կամ օղի հետ խառնում ես, լցնում ես սուրճի ես փոքր ափսեների մեջ ու դնեմ իմ սենյակը, դնեմ տանը, որտև այդ ասմատա վիրուսները հավաքում է իրան մեջ և շուտ առողջանում ենք։ Դե դրա հետ էլ ուրիշ բաներ էլ կան, որ շուտ լավանան։ Մի րոպե գնամ տնամ գրած բան ունեմ, բերեցի արդեն, տնեմ սենց հանեմ, որ մոտիկ լինեք իրարից, որ փակեմ, հյուրասենյակ պարել, որ ճղճղում է, էլի ձենը չլսենք։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, Մարինե Բաբայանը, որ կաթնով էի պատրաստել իմ մանկության կաթնովը, վերնագիրը, Մարինե Բաբայանս ինձ հիշեցրուց, որ մի անգամ էլ մաննի կաշա եփեմ, ճիշտ ասած մոռացել էի, դա էլ կսարքեմ մի անգամ, Անահիտ Կասպարյան ջան, Անահիտս էլ ասում է, որ սխալվում ես, Կարինե ես գրում, միշտ չեմ սխալվում, բայց կարող է մեկ մարդ է սխալվում է, ոչինչ Կարինե եմ գրել, դու Անահիտ հասկացի, Անահիտ ջան, Անահիտս
երեք հոլովակ էի դրել, որ գնացել էի հին այլ հարևանուս մոտ, աշխատանքի տեղն էի գնացել, ասում է բանա թուլատն ես էլի, չի ասում թուլատն, դա ես եմ ասում է այսօր այնտեղ եւ ամենուր։ Ես էլ Անահիտից պատասխանեցի, Գասպարյան Անահիտից, որ Անահիտ ջան, դե ճիշտ ասես, թուլադի տեղը դրել այդ թուլադն էր ասում, այս թուլադ էին ասում, այսօր, այստեղ, այնտեղ եւ ամենուր թուլադն եմ։ Ես չեմ մնեղանում, իհարկե ես ամեն ինչի կատակով եմ ընդունում։ Մարդ կատակ անում, կատակ ասել, ես էլ կատակ ընդունում եմ։ Բա պետք է տենց լինի, բոլորը ճշտի վրա չպետք է լինի։ Այս սուրճը մի քիչ դառնոտ է եղել, բայց ոչինչ խմբում է։ Սուրճը խմեմ պրծնեմ, մի հատ ինձի տեր կանգնեմ, ողողումներ բան անեմ, բայց վիճակից դուրս գա։ Թե չես չի լինի, որ եսից տեր չկանգնեմ, ես կորած եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, բոլորիդ շատ շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությունների համար, իմ թոռներս, իմ թոռնովիներս, իմ քրոջս աղջիկներս, բոլորը, որ նայում են հոլովակները, տեսնում են, որ լավ մեկնաբանություններ են գրած, ինձ ասում են, որ ասենք մամա, տատի, կամ ասենք ծանոթ բարեկամ են, ասում են մալադեց, շատ գեղեցիկ մեկնաբանություններ են գրում։ Դրա համար շատ շնորհակալ եմ բոլորիցդ, բոլորից շատ սիրում եմ սիրելիներս։ Ձեզ շատ չզբաղացնեմ, գործից չգցեմ, չգիտեմ դուք էլ եք ինձ ես սուրճ խմում, թե չեք խմում, դա ձեր գործն աշխատանքից է գալիս ժամանակ ունենաս, չես ունենա, սիրելիներս։ Ես ձեզ ազատ թողնեմ, զբաղվեք ձեր գործով, ես էլ իմ գործով, տեսնենք այսօր ինչ եմ պատրաստելու։ Այսօր ամսի 16-ն է, մարտի 16-ը, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, իմանաք, որտեղ ես պահեստավորած հոլովակներ ունեմ, այդ հոլովակներ դեից եմ գցում, ձմեռ ասենք ձուներ եկել, այդ ժամանակ էի նկարահանել, դրանք եմ հներն եմ գցում, սրանք հետ են ընկնում, որ իմանաք, որ ամսվանն է, մեկ մոռանում եմ, բայց որ հիշում եմ, ասում եմ։ Դե որ սրանից քանի օր առաջ հոլովակներ էի գցել, արդեն ձուներ չէ, եկած բոլորդ էլ հասկացաք, որ նա այսօրվա հոլովակ չի, մի 2 շաբաթվա, մի շաբաթվա, 10 օրվա առաջվա հոլովակ է։ Դե սիրելիներս, ես ձեզ շատ չզբաղեցնեմ, անցնենք մեր առօրյա գործին։ Տեսնեք այսօր ինչ եմ պատրաստելու ես եւ դուք։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ դուրս եմ եկել մի գործերով, ամեն օր մի գործով դուրս ենք գալիս, ստելակ եղանակա, հաճելի եղանակա, հեչ որ չլինի, կարող ենք քայլել։ Դուք ոնց եք սիրելիներս, ձեր մոտ եղանակը ոնց է, ովքեր Երևանում են ապրում, դե գիտեն, որ մեր եղանակը շատ լավ է։ Ես մի քիչ դանդաղ եմ խոսում դրսում, որտեղ չեմ ուզում ձենս բոլորը լսել, ամեն մեկը իրենց կարծիքն ունեն, դրա համար ես դանդաղ եմ խոսում։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, այսօր էլ տենանք ինչ եմ որոշելու, դա չեմ որոշել ոչ մի բան, այդպես թե ինչ ասեմ ես, հետո կհանդիպենք նորից։ Սիրելի հետևորդներ, ինչի որ գնացել էի հետ եկա, ես շոքա մեջքս տակացավ, վառի, ոնց որ վառի, էտա էլի ցույց է տալի, որ եղանակը խառնվել։ Միշտ է ժամանակ մեր մեծերն ասում են, որ արևը գծում է, տենց էին ասում, արևը գծում է, ուրեմն անձրև է գալու։
Այսօրվա արևը գծում է։ Սպասենք Անձրևին։ Անձրևի ձյուն էլ ասում, որ պիտի գա։ Սպասենք դրա։ Հարմար չէ տեղս, որ խոսայի։ Հիմա տեղ ենք հասնում։ Նորից կհանդիպեք, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ, սուրճից հետո ինչ պետք է անենք։ Ճիշտ ասած, սուրճից հետո գնացի մի քիչ դուրսը մանեկա գործ կար, գնացի դուրս եկա, հիմա որոշում եմ, որ ինչ պատրաստեմ, այդ արանքում էլ թորս եկավ երեխու հետ, հեսա քնած է, ես ձեզ ցույց տամ, պետք է որ երևը։ Ստեղում է երևում է, չէ։ Անուշ քնած է մեր Յանան, հա, իրանք էլ տեղ գնացին։ Դե հիմա սիրելիներս ինչ ենք պատրաստելու միասին։ Ընտանիքի այսօր կիրակի է, մարտի 16-ն է։ Մարտի 16-ն է, տնեցիների հետ բոլորը որ տուն են, խորհրդակցեցի, որ այսօր ինչ պետք է պատրաստեմ։ Տնեցիները, ես փիփեր շատ եմ սիրում, ասում եք փիփեր պատրաստեմ, չնայած նրանք չեն ուտում, բայց իմ հարսը սիրում է փիփեր։ Ասես մամա ավելի լավ է բորշ պատրաստես, առանց մսի, ամեն մուկներով, ամեն ինչով, առանց մսի բորշ, շատ եմ ես ուտում, այս անգամ էլ թողը տենց լինի։ Դե հիմա գնանք պատրաստեմ ես սիրելիներս, գիտեք բորշի հետ ինչ է հարկավոր, տունը ունեմ կաղամբ, ունեմ բազուկ, ունեմ գազար, ունեմ սող, կարտոֆիլ, նավադանոս, մի խոսքով ամեն ինչ։ Դե կամաց-կամաց սկսենք մեր բորշի պատրաստումը։ Առաջի հերթին կաղապը կտրտեմ պատրաստ լինի։ Սիրելի հետևորդներ ջան, կաղամբը կտրտեք պատրաստել եմ, բազուկը կտրտել եմ, գազարը կեսն եմ կտրտել, հեսա այսր կմաքրեմ կտրտեմ, սոխը, սխտորը, դրանք կտրտել պատրաստել եմ, հիմա յուղը դրել եմ, դնում եմ, այսինքն, ասի մեր կացանա։ Յուղը դնում ենք, սոխարածը արվի, կտրտեմ սառը սարցարանի մեջ է թողել, հետո կարակ ունենք, իկտոր կարակ էլ կդնենք։ Հիմա կավելացնեմ սոխը, սոխը և կարտոֆիլը պիտի առաջինը դնեմ, դերձերի եմ եկում սիրելիներս, կարտոֆիլն ենք սոխ առաջի հետ դաղոն, որ համոքվի մեր բորշը։ Հիմա էլ լցնում ենք գազարը, բիբարը, մի հատ թարմը տղպեղ ունեի սխտորը, Ճիշտ ասած սիրելի հետևորդներ, զրուցով ընկա, պետք է սոխի հետ գազարն էլ լցնեի, որ ժարիտվեր, սխալ թույլ տվեց։ Ես սխալ թույլ տվեցի, մոռացա, բայց թե ոչինչ թողս էլ խաշվում։ Ինչ անեմ։ Բայց գազարը քիչ էր, մի քիչ էլ կտրտեմ։ Անհավստում եմ մեկ էլ կաղամբը։
Սպիտակ կաղամն եմ ընտրել, որ մեր բորշը համով լինի, կանաչ կաղամը դառնություն ունի մեջը։ Դափուն տերևը մոռացել եմ լավովիլիս։ Այս այն է կհանը։ Ժողացում եմ, դափուն տերևներ եմ լնում, ավաստ դափուն տերևի ինչ բորշ, ուրեք ուստ ծայց։ Սիրեք է, որտեղ մորացած յուստավ, սև տղտեղը գցեցի, սև վանա, աչիկայա, ճարամատտա հել է, խմերի Սուները լավելացում եմ, հետո ավելացնել եմ այս տաղարի կուբիկները, մարդկա չի օգտագործում սրանից, պատիս օգտագործում եմ, եթե աղաց մսեին կորշից պատրաստում ես անպայման սա օգտագործում եմ։ Ջուրն եմ տրել եմ եռա, որ եռացա ջուրեցնեմ վրա։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա ժամանակն է, որ ասեմ, որ բազուկից մի քիչ էլ ավելացրի հետը, մի քիչ ժարիթվի, ահա կաղամը լիքն չէ, կացան, պես ոնց պակասեց։ Հիմա եռացրած ջուրն եմ լցնում վրա։ Մի քիչ շատ լցնեմ Իրոք մի քիչ ջրիկ են սիրում, ես պինդ եմ սիրում իրանք ջրիկ, թող ջրիկ գնի, ինչքան կեղա, ինչքան կմանը։ Ես թվում է լավ չապսի։ Ես կուպիկներ էլ կբացեմ կլցնեմ մեջը, աղ էլ կլցնեմ, չնայած աղը հլա չեմ շտապում, որովհետև ինքը եփելու կչանալու է, բայց մի քիչ կավելացնեմ։ Այս էլ է կուբիկները, ինքը եփելու է, խառնում է հետո։ Աղը քիչ գցեցի, որովհետև սրա մեջ էլ աղ կա։ Դե թողնենք, ճակներ մարմանդացրել եմ, թողնենք եփվի։ Մինչև ինքը կեփի, մենք կպատակենք, կմաքրենք մաղադանոսը, որ լցնենք։ Ահա ժողովուրդ ջան, հլա բորշը սկիսա է, բայց համտեսիչից շատ համով է։ Այս մնացած բազուկներ լցնենք։ Եփի նոր մի քիչ հետո էլ բանա։ Մաղադանոս եմ կտրտել, ես էլ կլցնենք, հետո կտեսնենք ինչ կան։ Բորշի համարոտը բազուկն է տալիս, գիտեք։ Հիմա ես ալյուր չեմ խառնում բորշի հետ, իսկ կարտոֆիլը այսպես տրորում եմ, որ շատ ջրիկ չլինի մեր բորշը։ Այսպես կարտոֆիլը տրորում եմ, եփվել է արդեն, մնաց մանը լցնենք։ Մաղադանոսներ լցնենք, 5 րոպե եփի ու պատրաստ է մեր բորշը։ Չգանակ մուրել։ Մաղադանոսներ լցվեցի։ Հետ խառնենք։ Լրիվ չեմ տրորում, կեսով տրորում եմ, էլի։ Տեսեք, որ ինչքան ոչ ջրի կա, ոչ էլ պինդ է։
Եկա հանդիպենք երբ պատրաստ եղավ սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, մի կտոր էլ կարակ եմ դնում, բացի այն յուղը, համարյա մեր բորշը եփվել է 2 րոպեից նորից կմիանանք։ Ահա, սիրելի հետևորդներ, մեր բորշը արդեն պատրաստ է, շատ համով, տակը անջատեցի, հիմա մի հատ ափսե կլցնեմ։ Ովքեր, օրինակ, մենք եթե ովքեր որ թթու են սիրում, կարող են լիմոն ճզմել կամ մեկ ճաշի գտալ քացավ, ասիկ քացավներն էլ այնքան թույլ են, որ համ չեն տալի, բայց ես պետք է փորձեմ, որ մի հատ քացախով տեսնեմ ինչպես է։ Սա էլ մեր բորշը, մեր այսօրվա ուտեստը պատրաստ է։ Սիրելի հետևորդներ ջան, այսօրվա այս թացի համար ինձ կներեք, այս ճաշից թռել էր շորիս վրա բլոսկիս համար։ Ես մի փոքրի համար չհանեցի, ասի ավելի լավ է, լավ թող չերևա շատ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցս, որ մինչև վերջ դիտեցիք իմ հոլովակը, շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս,